պատկերացնում եք Հիսուսի ոտքերի մոտ հիմա մենք հավաքվել ենք, որպեսզի Տիրոջը փառաբանենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Բոլորը այսօր երկրպագում են, բոլորը պաշտում են, այսօր մենք էլ միանում ենք այդ բոլորը եւ ասում ենք. «Սիրելի Հիսուս, մենք ենք ուզում մեր սրտերը բացենք քո գայիդ առջև եւ քեզ պաշտենք»։ Եկեք մեր ձայները ձև ոչ թե շուրթերը մեր, հապա մեր սրտի ձայնը թող ասի. «Տեր Հիսուս, որտեվ գրված է միտեղ ասում է ձեր շրթունքները կպաշտեն ինձի, բայց ձեր սրտերը հեռացած է ինձանից»։ Եկեք այսօր մենք սրտով ասենք Տեր Հիսուս Քրիստոս, կարող է ես բարձր ձայն ունենամ, աղաղակեմ, բայց իմ ձայնս չլսվի, բայց կարող է ձայն չունենամ ես, սիրտս բացեմ Տիրոջ առաջ, սիրներ, նստած լինեմ ամենավերջում նստած լինեմ, բայց Տիրոջ Սուրբ Հոգի քանի որ շրջում է, հիմա նայում է մեզի, մեր սրտերն է նայում եւ ասում է. «Բալես, այսօր ես քեզ օրհնելու եմ»։ Ասա Տեր Հիսուս, աղաչում եմ քեզի, եկել եմ քեզ հանդիպելու, եկել եմ քեզ մոտիկից ծանոթանալու, եկել եմ քեզ շոշափելու, Տեր Աստված, խնդրում եմ, այսօր հայտնվիր դու ինձի, օրս թող հենց այդ ձև չանցնի, հապա այսօր գտնեմ ես քեզ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ինչ հոգսով, ինչ պրոբլեմով, ես չգիտեմ, նայեք ձեր հոգսերը, ես չգիտեմ, ձեր պրոբլեմները, ոչ մեկս ոչ մեկինս չգիտի, բայց Սուրբ Հոգին ինքը գիտի ամեն մեկիս հոգսն ու պրոբլեմը։ Համաձայն եք թե չէ։ Հիմա մեկը կարող ասի. «Իմը շատ մեծ է, շատ ծանր է»։ Դու չես եկել ինչ-որ մեկի մոտ, դու եկել ես կենդանի Աստծո մոտ, քույրս ու եղբայրս, քո հավատքը թող դա լինի, որ ես եկել եմ կենդանի Աստծո մոտ, իրա ոտքերի մոտ եմ եկել, եւ ես հավատում եմ այն բանը, որ մարդը չի կարա անի, Աստված կարա անի, ամեն, ու լավ է, որ մարդը չի կարա անի, գիտեք, եթե մարդը մի բան, որ կարնար աներ, ինքը հույսը կդներ, կասեր, ինչ-որ մի տոկոս կասեր, Հովսեփը ոնց ասեց, երբ որ բանտից դուրս էին գալի, երազը տեսավ, չէ, մատռվականին ասեց, լսի, որ գնաս փարավոնի մոտ, հիշի իմ արած քո բարությունը, ինչ եմ քեզ արել, իրոք մեծ բաներ արել, մեծ բաներ արել, ասեց, ինչ կլինի, հիշի, մատռվակն էլ ասեց, հա կհիշեմ, ընտես բան ես արել, այս բանը ես ոնց կարամ մոռանամ, կհիշեմ, գնում է փարավոնի մոտ, Աստված մտքից վեկալմա ոնց, քեզի մատռվակը պիտի օգնի Հովսեփ, այսքան տարի ես քո հետ եմ եկել, մատռվակը քեզ պիտի օգնի եւ իր մտքից ու մոռանում է, այդ մեծ բարությունը, այդ մատռվակը մոռանում է, փարավոնի ծառան մոռանում է, 2 տարի մոռանում է, 2 տարի հետո Աստված ասում է արդեն հիմա ժամանակն է պիտի հիշվի։ Քույրս ու եղբայրս, մենք էլ եթե հույսներս ինչքան դնենք ինչ-որ մարդու վրա, պիտի մոռացվի, բայց որ հույսներս դնենք Աստծո վրա, Տերը կենդանի է ու Տերը ամեն բան տեսնում է։ Ես կարդալու եմ ուրեմն մի հատ Սաղմոսից փոքր հատված, 31-րդ Սաղմոսն է 21 խոսքից 24 խոսքը։ Ուղղակի այս խոսքերով Տերը ինձ այցելել է, ես ուզում եմ, որպեսզի այս խոսքերը փոխանցեմ, թող Սուրբ Հոգին ամեն մեկի սրտերում դնի։ Օրհնյալ լինի Տերը, վասնզի իր զարմանալի ողորմությունը ցույցուց ինձի պարսպավոր քաղաքի մեջ, որն է պարսպավոր քաղաքը, այսինքն որ ինքը պարիսպա 4 կողմս պրոբլեմա եւ Աստված դուր չկա вообще, ընդհանրապես դուր չկա դուրս գալու, բայց Աստված հենց այդտեղ է այցելում մարդուն։ Իմ շփոթությանս մեջ ասի, թե ես քո աչքերդ ընկա, սակայն դու իմ աղոթքիս ձայնը լսեցիր, երբ քեզ աղաղակեցի, օրհնյալ լինի Տիրոջ անունը, երբ Տերը լսեց, երբ որ շփոթության մեջ է, չէ, եղել է անգամ եղել է, որ չգիտես ինչ աղոթես, չգիտես ոնց աղոթես։ Ես մի հատ փոքր կարճ վկայություն ընդամենը ասեմ, 90-ական թվականներին ովքեր որ Հայաստանում են եղել,
խանութներում հաց չի վաճառվել այդ տարիներին։ Հիշում եք շրջապակման մեջ են եղել, խանութներում հաց չկար, մենք չէինք կարա գնայինք հաց գնենք, որովհետև ալուր չէին ստանում, հաց չկար, ուրեմն գնում էինք հացի փուրն էինք մտնում, այնտեղ մի կերպ, եթե մեկը մի հատ հաց էր առնում, ուրախանում էր, Աստծուն փառք էր տալիս ու գալիս էր։ Ուրեմն գնացինք այնտեղ հերթա կանգնած, հացի հերթ։ Ուրեմն ոնց որ ստեղից մինչև այս շոշը, որ ավտոները եթում են, դրանից էլ են կողմ։ Հերթս կանգնած է, ես ու հորաքրոջս տղան ենք, գնացինք տեսանք այդքան մեծ հերթ է։ Ուրեմն այնտեղ փռից թխում են ու այծև առնում են հերթով։ Էդի կտևեր մի 3-ից 4 ժամ, որ մենք հերթ կանգնենք, իսկ մենք արդեն առավոտ էր պետք է աշխատանքի գնանք։ Ուրեմն հորաքրոջս տղային ասեցի կանգնի ստե հերթ, նավսյակի ուղակի դու կանգնի հերթ, ես գնամ մի հատ տես պտտվեմ գամ։ Եկա որտեղ պտտվեմ, մեկ էլ գալիս եմ այդ որտեղ որ հաց են թխում, մեկ էլ Սուրբ Հոգին ասեց հայր մեր ասա։ Ասում հայր մերը Տեր Աստված, ի՞նչ կապ ունի, ես ընդամենը հաց եմ ուզում առնեմ, ասեց հայր մեր ասա։ Ու ես ասում եմ հայր մեր, ուղղակի ասում եմ հայր մեր, ես չգիտեմ ինչի համար եմ ասում, ուղղակի ասում եմ ով հայր մեր, որ երկինքն ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, ասած արագ ասում եմ, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, այդ ասածից վրա խանութի աշխատողը, հետաքրքիր է, 2 հատ մեծ սենց հաց հանել ասում է, ում հերթն է, եկեք վերցրեք։ Ոչ մեկ չի վերցնում, ոնց որ բոլորի ականջները փակա, ոչ մեկ չի տեսնում։ Հերթը տես կանգնած է, առանց հերթի ոչ մեկ չի կարա մտնի։ Խանութի աշխատող ասում է, արագ եմ ասում, նորից ով է ուզում էս 2 հատ հացը, եկեք վերցրեք։ Ոչ մեկ չի վերցնում, Աստվածի, ասում ես չա կատարում։ Ոնց որ կադրը կանգնացրած լինեին։ Ու մի 3-4 անգամ որ ասեցի ես ուզում եմ, կարամ վերցնեմ։ Ասեց արի վերցրա, բայց մի ժամը հերթը կանգնած է, քո համար է հերթը կանգնած։ Քեզ բան։ Ես վերցնում եմ այդ հացերը ու գալիս եմ մեկ էլ ժողովուրդ ասում եմ, բա մեզ հաց եփ ես տալու, մեզ եփ ես տալու հաց։ Ու ես գալիս եմ հորաքրոջս տղուն ասում գնացինք ստեղից։ Մեզի հաց տվեցին արդեն։ Այ տղա որ դուծես հացը։ Քույրեր եղբայրներ, հետաքրքիր է Աստծո գործերը։ Ես ուղղակի ասում եմ զարմանում եմ Աստծո գործերի վրա։ Իրոք զարմանալի Աստծո գործերը, քույրեր եղբայրներ։ Ու ինչ ասում հիմա Աստծո խոսքը։ Տերը սիրեցեք, ով անոր բոլոր սուրբեր, մեզ ա դիմում Աստված եւ ինչ ասում, սիրի այդ Աստծուն, քույրս ու եղբայրս, ամբողջ սրտով սիրի, ինքը կենթանի Աստված ա, դու ընդամենը սիրի իրան, ասա Տեր Աստված, ուր գնամ ես, քո մոտից, քո ոտքերի մոտից տեղ չունեմ գնալու, սիրեցեք Տերը, ով անոր բոլոր սուրբեր, վասնզի Տերը հավատացյալները կպահե, ում կպահի Աստված հավատացյալներին։ Ես այսօր այդ հավատացյալն եմ, ես հավատացել եմ, դրա համար եմ եկել այստեղ ու անպարտավանություն ընողներուն առատապես հատուցում կնե։ Կտրիչ եղեք ու ձեր սիրտը թող զորանա։ Այսօր եղբայրներ ես հավատում եմ, խոսք են խոսալու քո եղբայրներ, վերցրա այդ խոսքը քեզի, ասա Տեր իմ համար այդ խոսքը, ինչ ասում, կտրիչ եղեք ու ձեր սիրտը թող զորանա։ Ձեր սիրտը թող զորանա, մի նայքո վիճակիդ, սիրտը զորացրա, դուք ամենքդ, որ Տիրոջը կհուսակ, ամեն, հուսացել եմ Տիրոջս, հույսս դրել եմ կենթանի Աստծո վրա, չեմ ասում ես ինչը պիտի օգնի, ես ասում եմ իմ Աստվածը ինձի պիտի օգնի, իմ կենթանի Աստվածը, որովհետև Աստված կենթանի ա քո եղբայրներ ջան։